Կիրակի օրը մարդիկ եկել էին Հովանավանք մասնակցելու Սուրբ Պատարագի աղոթելու պատմական սրբավայրում։ Արաքածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի օրհնությամբ թեմում ավանդույթ է ձևավորվել հինանց շրջանի Կարմիր կիրակիին Հովանավանք բերել Կարմիր ավետարանը։ Այս կիրակի ևս Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր ավետարանը Հովանավանքում էր, մարդիկ եկել էին ուխտի, ավետարանի օրհնությունն ստանալու։ Սիրում եմ այս վանքը, որովհետև ինքը ճարտարապետական եւ մեր քրիստոնեական շատ գեղեցիկ արժեքներից մեկն է, որ մտնում ես այս տաճարի մեջ, կարծես թե ուրիշ աշխարհն է։ Իր գեղեցկությամբ, իր ճարտարապետական կոթող հզորությամբ, զորություն է զգում։ Շատ հոգևոր արժեքով։ Հետո նես ասես նաև իմ որդու հարսանիքն էլ ենք ստացել։ Ստե նաև մենք ծառ ենք տնկել, այս ծառներից մեկը։ Իմ կյանքում Աստված շատ մեծ հրաշքներ է գործել ու ես ամբողջ սրտով հոգով հավատում եմ։ Դրա համար աշխատում եմ, որ կիրակի օրերը պատարագներին մասնակցեմ եւ իմ գոհունակությունը, իմ շնորհակալությունը հայտնեմ Աստծուն։ Սուրբ Պատարագը մատուցեց Հովանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ Քահանա Ասատրյանը։ Պատարագիչ հոգևորականն իր քարոզում խոսեց Կարմիր կիրակիի խորհրդի մասին։ Քրիստոսի հարությունից հետո հաջորդող կիրակիներից Կարմիր կիրակին է։ Գիտեք, որ հինանց շրջանի յուրաքանչյուր կիրակի կարծես իր գույնը ունի, եւ այս կիրակին կոչվեց եկեղեցու հայրերի կողմից Կարմիր կիրակի, իսկ կարմիրը մեզ համար կարծես պայքարի, մաքարումի գույնն է։ Իսկ խոսելով պայքարի եւ մաքարման մասին, կարծես խոսում ենք մեր ժողովրդի պատմության եւ անցյալի մասին, որովհետեւ մեր ժողովրդի ամբողջ պատմությունը կարծես լցված է եղել պայքարով ու մաքարումներով։ Բայց արի ու տես այս գույնը նաև արյան գույն ունի, իսկ երբ որ խոսում ենք արյունից, միանգամից իմ մտքին գալիս է Քրիստոսի հեղված կարմիր արյունը մարդկային փրկության եւ մարդկային մեղքերի համար։ Այն ժողովուրդը, որ այսօր եկել է մեր Սուրբ Տաճարը, հենց այդ քաղցն է զգացել, Քրիստոսի քաղցն է զգացել եւ եկել է Աստծո խոսքով կերակրվելու։ Փառք Տիրոջը, որ ամեն անգամ իր հավատավոր զավակների համար, իր զավակների համար կերակուր ունի պատրաստած եւ կարողանում է այդ կերակուրով ապրեցնել իր հավատավոր ժողովրդին։ Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր ավետարանը պահվում է Երևանաբնակ Կարապետյանների ընտանիքում։ Արդեն 5 տարի այս օրը ընտանիքի անդամները բերում են Սուրբ Հովանավանք։ Ընտանիքի անդամները առանձնահատուկ ակնածանքով ու հավատով են մասնակցում այս պատարագին։ Իմ նախահայրերը վանականներ են եղել, Մշո Առաքելոց եկեղեցում տեր հայրեր են եղել։ Գաղթի ժամանակ կարողացել են իրենց հետ բերել Կարմիր ավետարանը։ Իմ նախահայրը Կարապետ պապը ինքը եղել է շնորհալի եւ կարողացել է մարդկանց օգնել իր աղոթքներով, իր հավատքով եւ այդպես բոլոր իր երեխաներին դաստիարակել է, 4 հատ տղա է ունեցել, գաղթի ժամանակ 2-ին կորցրել է։ Բայց բոլոր դեպքերում չի հուսահատվել, հավատացել է, որ Աստված ամեն մեկին տալիս է ճանապարհ եւ դժվարությունները, եթե դու ունես հավատք, միայն քեզ կերտում են եւ ավելի լավն են դարձնում։ Այսօր Կարմիր ավետարանը, քանի որ փրկվեց, այդ գաղթի ժամանակ կարողացան բերել Հայաստան, ամեն տարի Հովանավանքում նշում ենք այդ օրը, որտեվ ինքը տան ավետարան է, մեր նախահայր Կարապետ պապի օրհնությամբ փոխանցվում է ժառանգաբար, բայց մեզ համար կարևոր է, որ եկեղեցում անպայման ծառայություն լինի եւ բոլորը այդ լույսը ստանան։ Հովանավանքը գտնվում է Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում։ Վանքը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում։ Այստեղ վանահայր է եղել 5-րդ դարի պատմիչ Ղազար Փարպեցին։ Վանքի արձանագրությունները պատմում են, որ սրբավայրը կառուցվել է Վաչուտյան իշխանների բարերարությամբ։ Դարերի ընթացքում տարբեր փորձությունների միջով անցած եւ կանգուն մնացած վանքը այսօր էլ մեկտեղում է ուխտավորների, տարածում է Քրիստոսի լույսը, Աստծո խոսքը։ Աննա Թամրազյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։